Աստծո երկյուղը իմաստություն է։ Երբ Աստծոց երկյուղ ունենք, մենք մեր քայլերը եւ գործերը կատարում ենք Աստծո երկյուղը մեր առաջ ունենալով, որպիսի չանենք այնպիսի մի բան, որ Աստծո բարկությանը արժանանանք։ Այսինքն մենք վախենում ենք Աստծո բարկությունից եւ ամեն ինչ փորձում ենք այնպես անել, որ մաքուր լինենք ու մաքուր մնանք եւ հանկարծ գիտակցված կամ չգիտակցված չարի գործը չկատարենք։ Այո, Աստված սեր է։ Եվ մենք ապրում ենք մեր երկնային հոր անսահման ու ջերմ եւ հոգատար սիրո մեջ։ Եվ դա երանություն է։ Ապրել Աստծո սիրո մեջ, ապրել այդ սիրով իմանալով, որ դու ամենակարող Աստծո սիրելի զավակն ես, բայց պետք է նաեւ Աստծո երկյուղով ապրել։ Առաջին տեղում սերն է, այո, բայց առանց Աստծո երկյուղ մենք կկորցնենք իմաստությունը։ Մենք ավելի շատ սխալների մեջ կհայտնվենք։ Աստծո երկյուղը մեզ կանգնեցնում է շատ քայլերից առաջ։ Եվ չէ որ ծնողը սիրելով, բայց բարկանում է։ Բարկանում է հանուն երեխայի, որպեսզի երեխան սխալից հետ կանգնի, կամ արդեն արած սխալի ժամանակ բարկանում է։ Եվ նույն կերպ Աստված, նա մեր սիրող հայրն է։ Կան մարդիկ, որ ասում են, վիճում են նույնիսկ, թե Աստված չի բարկանում, ինչ ես խոսում, Աստված չի պատժում, Աստված միայն սիրում է։ Այդ մարդիկ արդեն մոլորված են, այդ մարդիկ սխալված են, նրանք խաբված են չարի կողմից, մտածելով, որ Աստծո բարկություն չկա, որ Աստված միայն սեր է, որ Աստծո բարկություն չկա, որ պետք չէ վախենալ, երկյուղել։ Նրանք արդեն սխալված են, որովհետև նրանք իրենց քայլերի հետևանքների մասին չեն մտածում, նրանք մտածում են ինչ էլ անեն, ինչ սխալներ էլ անեն, միևնույն է Աստված միայն սեր է եւ սիրում է իրենց եւ չի բարկանա։ Հիմա ուզում եմ ասել, որ Աստված այո սիրող հայր է, սակայն նա նաեւ բարկանում է, նաեւ պատժում է, խրատում է։ Եվ ուզում եմ ասել, որ Տերը հատկապես բարկանում եւ խրատում է իր սիրելիներին, որովհետև նա չի ուզում, որ մենք կորչենք եւ մնանք սխալների մեջ։ Նա չի ուզում, որ մենք մեր սխալների մեջ մնանք, կրկնենք մեր սխալները, սխալ ճամփով գնանք։ Չէ՞ որ նա մեզ ճշմարիտ ճանապարհին է դրել, եւ նա այդ ժամանակ արդեն հատկապես խիստ կարող է լինել։ Ես խոսում եմ միայն այն մարդկանց մասին հիմա, ովքեր իրոք պատկանում են Աստծուն եւ փորձում են նրա կամքով շարժվել, նրա կամքի մեջ քայլել եւ խոնարհվում են Տիրոջը եւ ապաշխարության մեջ են։ Նրանց մասին եմ խոսում։ Աստված բարկանում է իր սիրելիների վրա։ Հիմա, երբ նա բարկանում է, նա մեզ իմաստություն է շնորհում դրանով, որովհետեւ նա մեզ խրատում է եւ խոնարհեցնում է մեզ, քանի որ խոնարհությամբ մենք դառնում ենք ավելի ու ավելի մաքուր եւ ավելի ենք մոտենում մեր Տեր Աստծուն։ Ես մի մարդ եմ, ով մեկ անգամ շատ ուժեղ զգացել եմ ին վրա Աստծո բարկությունը եւ հավատացնում եմ ձեզ, մի անգամ զգալով Աստծո բարկությունը ձեր վրա, դուք այլևս երբեք չեք ուզի, որ դա կրկնվի։ Լինում են սխալներ, որ Աստված լռության մեջ ներում է մեզ, երբ մենք ներում ենք խնդրում։ Լինում են գիտակցված, չգիտակցված սխալներ, մենք ներում ենք խնդրում եւ Աստված լռության մեջ ներում է եւ անցնում ենք առաջ, գնում ենք մեր Տիրոջ հետևից։ Սակայն կան սխալներ, որոնց պատճառով մենք Աստծո բարկությունն ենք զգում մեր վրա եւ նրա պատժող ու ծանր ձեռքը, ապա միայն ներվում եւ դա եղել է ինձ հետ եւ ես երբեք այլևս չեմ ուզի դա կրկնվի։ Երբ ես պատկերացնում եմ, որ կարող եմ նորից հանկարծ մի օր արժանանալ, այսպես ասեմ, Աստծո բարկությանը, իհարկե լավ իմաստով արժանանալ չի դա, ուրեմն սխալվել եմ շատ, ես կարծես դողացող տերև դառնամ։ Ինչու՞։ Որովհետև երբ Աստծո բարկությունը զգում ես, դու իրոք դողացող տերև ես դառնում, եթե նրան սիրում ես, եթե նրա կամքի մեջ ես ուզում լինել, եւ նաեւ դու վախենում ես նրա պատժից, որովհետեւ դու նրա ամենազորությունը հենց այդ պահին ես զգում։
Որովհետև քանի դեռ դու քեզ զգում ես միայն Աստծու այն երեխան, այն փոքրիկ երեխայի պես, որ ծնողները սիրում են, երես են տալիս, սիրում են, այսպես ջերմ գուրգուրանքի մեջ, դու կարծես մոռանում ես երկյուղի մասին։ Ու այդպիսի երեխա լինելով մենք հանկարծ մի օր անում ենք այնպիսի սխալ, որ զգում ենք արդեն բարկությունը, այդ ժամանակ Աստված իր զորությունը քեզ ցույց է տալիս։ Որովհետև մինչ այդ դու գիտես, որ Աստված ամենազոր է, բայց դու դա միայն սիրո մեջ ես պատկերացնում։ Բայց այդտեղ զգում ես Աստծու զորությունը բարկությամբ։ Ես երբեք չեմ ուզենա այլևս երբեք զգալ դա կրկին։ Եվ Աստծու ձեռքը ծանրանում է քո վրա։ Եվ երբ ես զգացել եմ Աստծու բարկությունը իմ վրա, այդ մեկ անգամը, որ երբեք չեմ մոռանա, ես Աստծուն ասում էի. Տեր, իմ խնդրում եմ վերցրու քո ծանր ձեռքը իմ վրայից, իմ ոսկորները էլ չեն դիմանում, իմ մարմինը վառվում է, ջերմում եմ ես։ Հասկանում եք, դա չեմ ուզի, որ ինչ-որ մեկը զգա, բայց ուզում եմ ասել, երբ Աստված բարկանում է մեր վրա, նա մեզ այդ ժամանակ մեզանից խոնարհություն է ուզում։ Ու երբ մենք մեր Տիրոջը շատ սիրելով խոնարհվում ենք, որովհետև մենք նաև վախենում ենք կորցնել մեր Տեր Աստծու ներկայությունը եւ սերը, իսկ դա Աստծու երեխայի համար նմանվում է մահի, որովհետև մենք եթե պատկերացնում ենք, որ կարող ենք կորցնել մեր Տիրոջ ներկայությունը կամ սերը, այլ ոչ մի բան մեզ չի կարող իմաստ ուրախություն, ինչ որ մի բան չկա, որ մենք կարող ենք էլ պատկերացնել։ Մեզ թվում է, թե մենք մահանում ենք, ինձ թվում էր, թե ես կմեռնեմ, եթե իմ Տիրոջ սերը իմ հանդեպ պակասի մի կաթիլ։ Դա էլ է վախեցնող, դա էլ է երկյուղներ շնչում մեզ։ Եվ երբ Տերը բարկանում է, մեզանից խոնարհություն է պահանջվում։ Եվ մենք Տիրոջը շատ սիրելով խոնարհվում ենք, բայց որպես պատասխան մենք մեր հորից ստանում ենք ազատում, ներում, իմաստություն, շատ իմաստություն է Աստված մեզ տալիս եւ առատ օրհնություն։ Եվ այնպես է Աստված մեզ մաքրում եւ ճերմակեցնում ու փայլեցնում այդ ժամանակ, որ դրանից հետո, երբ ավարտվում է այդ ընթացքը, մենք միայն շնորհակալություն եւ երջանկություն ենք զգում Աստծու հանդեպ։ Մենք հասկանում ենք, որ Տերը այդ ինչքան մեզ սիրեց, որ մեր վրա բարկացավ, որովհետև նա չուզեց, որ մենք սխալ ճանապարհով գնանք։ Մենք նրա համար այնքան թանկ ենք, նա մեզ հետ պահեց, սխալի համար բարկանալով եւ խրատելով։ Եվ նաև ցույց տվեց իր ամենազորությունը ոչ միայն սիրո կողմից, որ մենք սիրո մեջ ենք, ամեն ինչ մեզ մեր ամենազոր հայրը տալիս է, նրա հոգատարությունն է, նրա սերն է, նրա պաշտպանությունն է, մենք նաև զգում ենք մեր Տիրոջ անսահման զորությունը, որ եթե նա բարկանա, մենք ինչ ենք նրա առաջ։ Եվ դա շատ իմաստություն է մեզ տալիս։ Եվ այնքան շնորհակալություն ենք զգում դրա համար, որ Տեր իմ այնքան շնորհակալ եմ, դու ինձ այս ինչքան սիրեցիր, դու ես ինչպես ինձ փոխեցիր, դու ես ինչքան ինձ քեզ մոտիկացրեցիր ավելի ու ավելի։ Դու հասկանում ես, որ Տեր Աստված քեզ ինչքան է սիրում։ Այդ ամենից Տերը քո ձեռքը բռնած քեզ դուրս է բերում եւ խոնարհություն ունենալով դու ընդունում ես Տիրոջից այն բոլոր խրատները, գիտությունը եւ մաքրվում ես ու քո կյանքը ավելի ու ավելի է փոխվում, դու ավելի ես մոտենում քո Տեր Աստծուն եւ դա միայն ի օգուտ քեզ է տեղի ունենում։ Այսինքն երբ Աստված բարկանում է մեր վրա, առաջին բանը դա խոնարհությունն է, որ մեզանից պահանջվում է։ Եվ մենք այդ ժամանակ ավելի լավ ենք ճանաչում մեր Տիրոջը։ Մենք չենք նայում նրան որպես միայն սիրող ու բարի հայր։ Մենք հասկանում ենք, որ Աստված ամենազոր լինելով, ամեն ինչ տալիս է մեզ, ամեն ինչ անում է մեր համար։ Եվ մենք պիտի հասկանանք, որ եթե այդ ամենազոր Աստված բարկանա, ինչեր տեղի կունենան։ Չշարժենք մեր Տիրոջ բարկությունը, չշարժենք, չանենք այնպես, որ նրա ծանր ձեռքը մեր վրա զգանք։ Եվ ես հիշում եմ, որ ես անկախ ինձանից
ասում էի Տեր իմ ոսկորները չեն դիմանում, Տեր իմ ոսկորները փշրվում են, ջարդվում են, վերցրու քո ծանր ձեռքին վրայից, իմ մարմինը վառվում է, ես ջերմում եմ, խնդրում եմ, վերցրու քո ծանր ձեռքին վրայից։ Եվ ես հետո Աստվածաշնչում Սաղմոսների մեջ հանդիպեցի, որ այսինքն այդ գրեթե նույն խոսքերը Տիրոջ բարկությունը զգացած նրա ծառաները նույնպես նրան ասել են։ Այսինքն իրոք դու դա զգում ես, դու դա ֆիզիկապես զգում ես, դա հոգուց անցնում է քո մարմնին արդեն, երբ շատ է, երբ իրոք Տիրոջ ծանր ձեռքը քո վրա է։ Դու զգում ես ինչ չնչին ես դու ամենազոր Տիրոջ առաջ եւ ավելի ես գնահատում, որ այդ ամենազոր Տերը քեզ անսահման սիրում է, անսահման։ Ավելի ես գնահատում Տիրոջը, երբ նրա երկյուղ ունենում ես